Այլ հայացք Կամբոջա-Թայլանդ պատերազմին։ Դեկտեմբերի 8-ից Կամբոջայի և Թայլանդի սահմանին բախումները վերսկսվել են։ Ռազմական գործողությունները ծավալվում են սահմանակից ավելի քան 5 շրջանում։ Բանգկոկը և Փնոմպենն իրար են մեղադրում նոր էսկալացիան սկսելու համար։ Միևնույն ժամանակ շարունակվում են զորաշարժերը և հարվածները։ Կողմերը կիրառում են ավիացիա, հրետանի, հրթիռային կայանքներ և անօդաչու թռչող սարքեր։ Հաղորդվում է արդեն մի քանի տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Սահմանամերձ շրջանների ավելի քան կես միլիոն բնակիչ տարհանվել է։ Այս տարի սա արդեն երկրորդ էսկալացիան է երկու երկրների միջև։ Հուլիսին տեղի ունեցած հնգօրյա մարտերի ընթացքում զոհվեց առնվազն 48 մարդ, 300 000-ը տարհանվեց։ Այն ժամանակ կողմերը Մալազիայի միջնորդությամբ հասան հրադադարի, իսկ հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ջանքերով այն վերահաստատվեց։ Կողմերը համաձայնեցին հետ քաշել իրենց ուժերը վիճելի տարածաշրջանից և ստեղծել ժամանակավոր դիտորդական խումբ իրավիճակը վերահսկելու համար։ Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին իրավիճակը սկսեց լարվել նոյեմբերին, երբ Թայլանդը հայտարարեց կամբոջական կողմի տեղադրած ականի պայթյունի հետևանքով իր զինծառայողի վիրավորման մասին։ Բանգկոկը դադարեցրեց լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացումը նորից ուժեր կուտակելով սահմանին։ Կամբոջան հերքելով բոլոր մեղադրանքները նույնպես սկսեց զորաշարժեր։ Լարվածության խորացումը դեկտեմբերին հանգեցրեց բախումների վերսկսման։ Ի տարբերություն հուլիսյան մարտերի, այս անգամ ռազմական գործողություններն ավելի թեժ են և ծավալուն։ Որոնք են Թայլանդ-Կամբոջա հակամարտության հիմնական պատճառները։ Այս հակամարտությունն ունի տասնամյակների պատմություն, այն պարբերաբար ուղեկցվել է էսկալացիաներով, խլելով մեծ թվով կյանքեր։ Հակասությունների թերևս գլխավոր պատճառը սահմանային վեճերն են։ Երկու երկրների միջև սահմանը հիմնականում ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Կամբոջան անցավ ֆրանսիական վերահսկողության տակ։ Ցամաքային սահմանն առաջին անգամ քարտեզագրվել է Ֆրանսիայի կողմից 1907 թվականին։ 1930-ականներից թայլանդական կողմը սկսեց վիճարկել որոշ սահմանային շրջանների պատկանելիության հարցը, իսկ Հնդկաչինից ֆրանսիական զորքերի դուրսբերումից հետո թագավորությունն այդ շրջաններում տեղակայեց իր զորքերը։ 1959 թվականին Կամբոջան Թայլանդի դեմ դատական հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան։ 1962 թվականին այն որոշեց, որ վիճարկվող շրջանները պատկանում են Կամբոջային։ Թայլանդական կողմը դժգոհ մնաց դատարանի որոշումից։ Խնդրի բարդությունը պայմանավորված է նաև այդ շրջաններում գտնվող մի շարք պատմական տաճարներով, որոնք երկու կողմի համար էլ ունեն մշակութային և հոգևոր կարևորություն։ Այս զգայուն հարցը բավական հաճախ շահարկվում է նաև ազգայնական շրջանակների կողմից բորբոքելով լարվածությունը։ Նման ալիք առաջացավ օրինակ 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց կխմերական կայսրության շրջանում կառուցված Պրեահվիհար տաճարը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Թայլանդը սկզբում աջակցեց Հայտին, բայց հետո ընդդիմության ճնշման տակ փոխեց դիրքորոշումը։ Իրավիճակը սկսեց լարվել, վերաճելով բախումների։ Բանգկոկի և Փնոմպենի հակասությունները չեն սահմանափակվում միայն ցամաքային սահմանով։ Կողմերին չի հաջողվում համաձայնեցնել նաև ծովային սահմանը Թայլանդական ծոցում, որտեղ կան նավթի և գազի հարուստ պաշարներ։ Հակասությունների պատճառով այդ պաշարների արդյունահանման նախագծերն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Երկու երկրների միջև լարվածության պատճառներից է նաև Կամբոջայի սահմանային շրջաններում ծաղկում ապրող հանցավորությունը։ Ըստ միջազգային կառույցների Կամբոջայում գործում են մեծ թվով զանգերի կենտրոններ, որոնք զբաղվում են օնլայն խարդախություններով։ Այդ ոլորտում տարբեր գնահատականներով ներգրավված է 100-ից 150 հազար մարդ, իսկ կենտրոնները գտնվում են Կամբոջայի քաղաքական ղեկավարության հովանավորության ներքո։ Խարդախության ամենատարբեր մեխանիզմները տարեկան ապահովում են ավելի քան 12.5 միլիարդ դոլար եկամուտ, ինչը համարժեք է Կամբոջայի ՀՆԱ-ի գրեթե կեսին։ Երկրի տնտեսական եկամուտների, ինչպես նաև միջազգային օգնության կրճատման ֆոնին առցանց խարդախությունը կամբոջական վարչակազմի համար դարձել է եկամտի կայուն աղբյուր։ Թայլանդը բազմիցս դժգոհություն է հայտնել այդ հանցավոր կենտրոնների գործունեության հետ կապված, քանի որ դրանք թիրախավորում են նաև իր քաղաքացիներին։ Բացի այդ, կամբոջական հանցավոր խմբավորումներն օգտագործում են Թայլանդի տարածքը մարդկանց սարքավորումների և փողի անօրինական տեղափոխման համար։ Երկկողմ հարաբերություններում մեկ այլ ոչ պակաս խնդրահարույց գործոն է Թայլանդի Շինավատրա ընտանիքի և Կամբոջայի հուն ընտանիքի միջև անձնական թշնամանքը, որը վերջին տարիներին բավական սրվել է։
Ըստ փորձագետների, երկու երկրները փաստացի կառավարող այս ընտանիքները շահագրգռված են ազգայնական տրամադրությունների բորբոքմամբ եւ այդ կերպ լուծում են ներքաղաքական հանրության կոնսոլիդացման, ներքին խնդիրներից ուշադրության շեղման եւ այլ խնդիրներ։ Միևնույն ժամանակ նրանք չեն ցանկանում, որ միջսահմանային բախումները դուրս գան վերահսկողությունից եւ դառնան լայնածավալ պատերազմ։ Ռազմական առումով Թայլանդը զգալիորեն գերազանցում է Կամբոջային։ Նրա բանակը թվակազմով 3 անգամ մեծ է կամբոջականից, իսկ ռազմական բյուջեն 4 անգամ։ Ռազմական գործողությունների շարունակությունը եւ ընդլայնումը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ Կամբոջայի համար, այդ թվում խաթարելով նրա ներքին կայունությունը։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահն այս անգամ եւս միջնորդական ջանքեր է գործադրում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Փորձագետների գնահատմամբ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է, սակայն առանց հակամարտության կարգավորման եւ համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ցանկացած հրադադար կլինի միայն ժամանակավոր։